վտանգության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի փոքր անհրաժեշտ կատարեցիք դրանց։ Որոշումը կառավարության անդամության արժանացավ դեկտեմբերի 25-ին։ Կխնդրեմ նշեք, թե ինչ սկզբունքով փոփոխվեց այս ցանկը եւ քանի որ այս հիվանդությունների համար նախատեսվում է սահմանափակումներով ծառայություն կամ հատուկ ռեժիմով ծառայություն, կխնդրեմ նաեւ նշեք, թե վերահսկողությունը ինչպես է կատարվում, որ ծիծաղալները շրջանային առողջական վիճակի համապատասխան պայմաններում։ Շնորհակալություն։ Վերահսկողությունը կատարվում է կենտրոնական ռազմաբժշկական համակարգի միջոցով, այսինքն տարվա ընթացքում ուսումնասիրություն է կատարվում, որ զինվորները իրենց ծառայությունը իրականացնեն ըստ իրենց հիվանդությունների ցանկի։ Ինչ վերաբերում է փոփոխությանը, անկեղծ ասեմ, այս փոփոխությունը որևէ քաղաքական կոմպոնենտ իր մեջ չունի, այսինքն չկա մի հիվանդություն, որը հատուկ իմ ուշադրությունը հրավիրել է եւ մենք հետեւական գնացել ենք դրա հետևից, օրինակ կիստան նշեցի ես։ Սա հիմնականում մասնագետների քննարկման արդյունքում որոշակի փոփոխությունների ենթարկված կարգ է եւ եթե ուշադիր եք եղել, անգամ նախագիծը հրապարակային զեկուցման չի դրվել, որովհետեւ եթե լիներ այնպիսի փոփոխություններ, որոնք լինեին իմ կողմից հրապարակելի, ես դա կհրապարակեի։ Բայց իհարկե այնտեղ կան փոփոխություններ, որոնք ազդելու են զորակոչի վրա, օրինակ մի օրինակ բերեմ, նախկինում օրինակ սպորտսմենները գալիս էին զինվորական ծառայության, որպես կանոն օրինակ ունենում են սրտի հետ կապված որոշակի տարբերվող նկարագիր, քան մերն է։ Բայց ֆիզիկապես ամենապատրաստված, ամենաունակ տղաները չէին կարողանում ծառայել ավելի ուժային ստորաբաժանումներում։ Մենք հիմա այդ փոփոխությունը կատարել ենք նրանց այդ հնարավորությունը ընձեռելով։ Այսինքն ստացվում է գալիս էին զինված ուժերում իրենք ավելի թեթև ծառայության էին անցնում, ելնելով նրանից, որ սրտի ծանրաբեռնվածության բերումով ունեն որոշակի կենսաբանական փոփոխություններ, որը կյանքին վնաս չբերող փոփոխություններ են, բայց մենք հաշվի առնելով հիվանդության կոդը, այսպես ասած, կամ դիագնոզը հաշվի առնելով, նրանց տանում էինք օրինակ թեթև օրինակ պատկերացրեք բռնցքամարտիկ, ըմբշամարտիկ, ընդհանուր վազորդ, բայց կապի ստորաբաժանում թեթև ծառայություն է իրականացնում, բայց կարող էր հատուկ նշանակության ուժերում լուրջ խնդիրներ լուծել եւ դառնալ լուրջ զինվոր։ Այս փոփոխությունների մասին է խոսքը, հիմնականում եթե կարիք ունեք ավելի մանրամասն իմանալու, նախ կառավարության փոփոխության մեջ կա նախագծի, բայց եթե կարիք կա, դիմեք, մենք ավելի մանրամասն ցես ինֆորմացիա տանք։ Շնորհակալ եմ։